Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 22-ի համար։ Բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Սակայն կավարտեմ նաև կլինի ցանկության տեսանյութը եւ դրանից հետո խոսք չեմ տալիս, որ կլինեն ամենօրյաները, որովհետեւ անցնենք նաև շարունակությանը, շարունակենք նաև տեսանյութերը։ Կողակ փնտրել մյուս ալիքում, ալիքների հղումները սովորաբար լինում են վերնագրի տակ, կողակ վերնագրի վրա սեղմել, ներքևում ամբողջ տեղեկատվությունը կբացի, եւ գրքի համար էլ, որ հիմա չի լինում կամ որ մեկ այլ հարց է հիմա, ավելի կարող եք նաև ուղիղ եթերը նայել, մյուս ալիքի այնտեղ ամեն ինչ ասում եմ, հիմա որ նորից չկրկնվեմ, ուղիղ եթերի ժամանակ ամեն ինչ ասում եմ։ Նաև Facebook-ի հղումը կա այդ հատվածում։ Հենց ամենչապես ինքը վերնագրի տակ է, վերնագրի վրա սեղմում եք, ինքը ներքևում ամբողջը կբացի։ Եվ իհարկե այդ տարվանը 2026 թվականինը կա նաև հատուկ playlist, առանձին պապկա, որի մեջ ներառված է միայն այդ տեսանյութերը։ Եթե հետաքրքրում է, կարող եք այդտեղ փնտրել տեսանյութերը, որովհետև ընթացքում նաև լինում են օրվա կանխատեսումները եւ արդեն կարող է մնալ ներքևում, որպեսզի չխառնվեք իրար, կարող եք այդպես գտնել։ Այսքանը տեղեկատվության համար միշտ ուժում է այս ալիքը, որովհետև երբ որ զբաղված եմ լինում կամ չեմ հասցնում, միայն այն մյուս ալիքում է տեսանյութ լինում, կարող եք ովքեր որ գրանցված չեն, կարող եք գրանցվել նաև այնտեղ ամսեկանն է միայն։ Ամսվա ծնվածների մասին է, այստեղ միայն տարվա ծնվածների մասին է։ Այսքանը եւ արդեն նայենք կանխատեսումը, գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը առավոտյան կտրուկ կարող եք արթնանալ քնից, ոնց որ ինչ-որ մի տեղեկատվություն է այստեղ, հստակ։ Չգիտեմ ում հետ սա կլինի, նայեք նաև ձեր ամսեկանը, որովհետև հնարավոր է տարվա ծնվածների ոչ բոլորի համար լինի նաև։ Այստեղ կտրուկ արթնանում եք քնից, հետո տխրում եք, նաև կարող եք արտասվել, հուզվել եւ հիվանդանոցում, որովհետև մարդ ունեք։ Գուցե իր մասին եք տեղեկատվություն լսում, գուցե ինչ-որ մի բան է, որը տխրեցնում է, հուզված գնում եք հիվանդանոց։ Բայց այստեղ նաև ինչ-որ մի բան այնպես չէ, ոնց որ ինչ-որ մի փուչիկ տեղեկատվություն է, ում տեղեկատվությունը ավելի ուռճացված էր։ Որովհետև ինչ-որ մի բան է նաև գաղտնիքի նման բացահայտվելու, հետո հետևում հաջողություն ունեք, հենց դա է կարող է ոնց որ ինչ-որ մի բանը ավելի ուռճացված է ձեզ ներկայացվել,
սուտ է, փուչիկ ինչ-որ մի բան է, հետո արդեն հաջողություն է։ Միգուցե դա կապված չի հիվանդանոցի այդ հետ, որը տեղեկատվության հետ։ Համենայն դեպս, եթե ձեզ ինչ-որ մի բան կասեն, որ սա արեք հաջողություն կլինի, նա արեք հաջողություն կլինի, արի իրար այդ բիզնես տնենք հաջողություն կունենանք, սա մի փոքր երկար մտածեք այդ առումով։ Ոմանց մոտ նաև եթե այդ թեման է, փուչիկ է, հա, դա նշանակում է ի վերջո այդ մարդը շատ լավ է եւ ոչինչ չկա։ Ուղղակի այդպես ձեզ ասել են։ Կամ դուք եք ուղղակի ավելի վատ բաներ մտածել։ Ամենայն դեպս երեկոյան արդեն հաջողություն ունեք։ Եվ ես մի փոքր վախում որ սա այդ փուչիկ խոստումներ են նաև ձեզ։ Որ դուք որ հաջողություն ունենաք ձեր գործերում, այն ինչ որ դուք անում եք։ Ուշադիր պետք է լինել այդ օրը, ամենայն դեպս։ Նոմեր 1-ին չվստահել։ Այստեղ նաև ոմանց համար նաև հնարավոր է երեխա է ծնվում։ Հնարավոր է մի փոքր կարող է ավելի շուտ եք տանում հիվանդանոց, քան պետք էր։ Միգուցե դրա համար եք տխրում, որ հա երեխան ավելի շուտ պետք է ծնվի։ Ինչ էլ որ լինի, եթե գնաք հասնեք այնտեղ, ինձ թվում է այնտեղ արդեն լավ լուր եք լսելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի կներիք ցուլեր, դա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Սիրային թեմայի հետ կապված տատանումներ ունեք, նաև հնարավոր է խոչընդոտներ են այստեղ։ Ում չեք կարող իրար տեսնել, հանդիպել։ Նաև ուշադիր եղեք իրար հետ խոսելուց, նա որ ինչ որ հարցերի մեջ չբախվեք։ Ոմանք այդ օրը սիրո խոստովանություն կստանան կամ դուք կանեք սիրո խոստովանություն, ինչ որ բաներ կարող է լինել ձեզ մոտ, որ ձեզ սիրված կա, կարող հարազատների շրջապատում եք։ Նաև առավոտյան կտատանվեք ինչ որ բան է, որ ծանր ու թեթև ոչ թե կանեք, այլ տատանվում եք, անեք, չանեք կամ հագնեք, չհագնեք, հա, նման ինչ որ բաներ են։ Եվ խոչընդոտներ ունեք օրվա ընթացքում, նաև հիվանդանոցում կամ կարող եք գնալ ոչ բժշկական կենտրոն կամ հիվանդանոցում ինչ որ մեկը կա, ու մոտ կարող եք այցելել հանդիպում շփում որևիցե մասնագետի հետ, նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք։ Ու ժամի տուն կգաք նաև։ Այսքանը ձեզ համար կամ ինչ-որ մեկ այդ ժամ եք պայմանավորվում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 22-ին։
Հարգելի վագրեր, այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, նաև պետական հիմնարկությունից է, ուսման կենտրոնից է, բժշկական կենտրոնից է։ Ամենայն դեպս այդ օրը այդ հաստատություններում եւս գործեր ունեք, որոնք որ պետք է անեք, նաև ինչ որ երկար նամակ է, երկար սպասված։ Միգուցե փաստաթուղթ է, միգուցե փաթեթ է, որին սպասում եք։ Եվ այդ օրը գումար կամ կստանաք, կամ նաև գումար կծախսեք։ Հաջողություն, առաջընթաց ունեք, զարգացում ունեք ձեր գործերում, այն ինչ որ կանեք այդ օրը ձեր բիզնեսում։ Եվ ոմանք այցել են հիվանդանոց, ոմանք այցել են ոչ բժշկական կենտրոն, նաև ուշադրություն դարձեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի նապաստակներ, ինչ որ բաներ չունեք, այստեղ հույսով եք առավոտյան, հույսով սպասում եք, հույսներ դել եք ինչ որ բանի վրա, ինչ որ մեկի վրա։ Այստեղ չկա ինչ որ բաց չեմ թողել եւ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Հուսով եմ, որ ինչ որ բան բաց չեմ թողել։ Ամեն դեպս նայում եմ հիմա չեմ գտնում, գոնե լավ կլիներ, երրորդն էլ լիներ։ Բայց ցավոք չկա։ Դե ինչ որ կարող է առավոտյան հույսով սպասում եք եւ ինչ որ բաներ չեք անում, ձեր մտքում միայն այն ինչի վրա որա հույս ունեք, միայն դա է ֆիքսված եւ այլ բաներ չեք անում։ Չգիտեմ, ամենայն դեպս չունեք։ Հանկարծակի լուր է ստեղ նաեւ։ Հանկարծակի լուր կլսեք։ Եվ սեղանի շուրջ եք արդեն նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 22-ին։
Հարգելի վիշապներ, այդ օրը այստեղ գումար ստանալու եւ ինչ որ գործերը առաջ տանելու, առաջ խաղացման, զարգացման հետ կապված խոչընդոտներ կան։ Գուցե գումարը այդ օրը ամենայն դեպս ինչ որ բաներ գնելուց, որը շատ կարևոր է, որ ձեր գործերը պետք է առաջ տանեք, փորձեք չանել, ուշադիր եղեք, որովհետեւ հնարավոր է նաեւ ինչ որ սխալմունքներ կան այստեղ։ Հետո նայեք խնդիրների մեջ չհայտնվեք։ Նաեւ միգուցե վճարման հետ է կապված խնդիրներ։ Ինչ որ խնդիր է ձեր առաջ խաղացման հետ կապված եւ որտեղ որ գումար էլ կա։ Ինչ որ բան է նաեւ ուշանում, մոտավորապես մինչեւ 2 ամիս կուշանա, եւ որովհետեւ ընթացքում կարող պարկել, հանգստանալ, նաեւ ոմանց համար ինտիմ հարաբերություններ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օցերի։ Ինչ է սպասվում օցերին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի օցեր, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կողան ձեզ մոտ գալ, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, գուցե նոր ծանոթություն է ոմանց համար, գուցե ձեր տղան է գալիս, իմանում եք որ գալիս է տուն։ Սեղանի շուրջ եք նստելու, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հնարավոր է ինչ որ բան այնտեղից տեղի ունենում, գուցե հիվանդանոցի հետ է կապված, ուսման հետ է կապված, գուցե ինչ որ բան է նշում եք, այդ ինչ որ բան է տեղի ունեցել։ Դե կարող երեխա է ծնվել կամ մեկ այլ հարց է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 22-ին։
Հարգելի ձիեր, այդ օրը առավոտյան սեղանի շուրջ եք նստելու, նաև ինչ-որ մարդկանց վրա կա գորգռալ կամ ինչ-որ բան այդպես բարկացած լինեք, հա դուք ձեզ ոնց որ գորգռակ, նաև կարիերայի բարձրացում ունեք այստեղ, ոմանք կարող պաշտոն են ստանում, ոմանք առաջ խաղացում ունեն իրենց աշխատանքի վայրում, նաև եթե բիզնես է, ձեր գործն եք անում, դա է, հա, բարձրանում, մարդիկ կարող ոնց որ ձեզ ավելի շատ ճանաչեն։ Օրվա ընթացքում ինչ-որ փուչ բաներ կան, կամ սուտ է բացահայտվում, կամ գաղտնիք է բացահայտվում, կամ փուչ ինչ-որ բաներ են, որոնք որ ձեզ ասում են, կամ օդի մեջ խոստանում են։ Ինչ-որ բան է փակ, կապված է նաև ոչ մասնագետից, նաև նա կարող է հանկարծակի լուրի միջոցով լսեք, հա, որ ինչ-որ մի բան չի ստացվում, չեք կարող անել։ Вы կարող է իմանաք այդ մասնագետը տեղում չի, մասնագետը գնացել է արձակուրդ, այն ինչ որ իրանից է կախված, եկե տեսնում եք, հա, իմանում եք, որ ինքը չկա եւ այսպեսով էլ նաեւ դեր գործերը չի լինում առաջ տանել։ Եվ լուսավորված մի բան տեղի կունենա ձեր կյանքում, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք նաեւ, դա կարող է լինել հիվանդանոց, բժշկական կենտրոն եւ յուրաքանչյուր պետական հիմնարկություն։ Գուցե այդ լուսավոր մի բան այնտեղից է։ Նաև առավոտյանը, ինչ-որ մի բան է տեղի ունենում, միգուցե սեղանի շուրջ նշում եք հենց կարող է ձեր կարգավիճակը, որ փոխվում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կայծերի։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում, առավոտյան որից խոչընդոտներ ունեք, նաև ինչ որ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, դա կարող է լինել նաև օձերի պատճառով, որ ձեր ձեռքից բաց թողնեք, ինչ-որ մի բան կարող է ձեզ համոզեն, հա, եւ մինչև որոշեք, որ չէ, ես ինչ ասում, արդեն ուշ լինի։ Նաև կարող եք վիճել օրվա ընթացքում ինչ որ մեկի հետ հաջողություն ունենալու համար։ Երկար սպասված ոչ է նամակ, կստանաք տեղեկատվություն նավրե փաթեթ է։ Եվ հաջողություն, հա, ոնց որ կարող է կռվի միջոցով եք հաջողություն ունենում կամ այդ երկար սպասված ինչ որ տեղեկատվությունն է գալիս եւ այնպես չի գալիս, ոնց որ դուք եք ուզում կամ որ շատ է ուշացել դրա համար եք վիճում։ Եվ որվա վերջ կտատանվեք, նաև ոմանց կարող է սիրո խոստովանություն են արել կամ ինչ որ առաջարկ են արել, միգուցե հրավիրել են ձեզ ժամադրության եւ տատանվում եք գնանք թե ոչ։ Կամ խոսեք ձեր երկրորդ կեսի հետ այդ մասին, թե ոչ թե չանհանգստացնեք իրեն այդ թեմաներով։ Ձեր սիրելիների, հա, ձեր հարազատ մարդկանց։ Նաև կարող տատանվում եք ասեք ձեր սիրո մասին, թե ոչ։ Ամենայն դեպս կարող է երկուսով, հա, դուք եւ ձեր սիրելին, ձեր զույգը միասին ինչ որ բաների մասին եք մտածում, հա, տատանվում եք, անեք թե չանեք, անեք թե, հա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը սպասում եք, ոչ մի տղայի եք սպասում, կամ իրենից ոչ պատասխանի եք սպասում եք, որ գա կամ լուր, ամենայն դեպս լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք ձեզ համար, օրվա ընթացքում կարող եք վիճել նաև ընտանիքի անդամների հետ, ծնողների հետ, երեխաների հետ, այդպես, կամ տան հետ կապված դա կարող է լինել վեճը։ Եվ օրվա վերջ, այստեղ հիվանդանոցում ինչ-որ մեկը ունեք կամ կարող եք այցելել, բայց բժշկական կենտրոն կամ զանգահարել այստեղ նաև բժշկական կենտրոն, կամ հանդիպում եք ուզում ձեր բժշկի հետ, այդպես, կամ զանգահարում են ձեզ ասում են, որ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղների։ Ինչ է սպասվում ակաղաղներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը երկար սպասված ոչ նամակ կստանաք տեղեկատվություն նաև այստեղ։ Երկուսն էլ ցույց է տալիս, միգուցե մեկը երկար էր սպասված, մյուսը ինչ-որ SMS էր կամ նամակ էր, ինչին որ չէիք սպասում։ Երկուսն էլ կա այստեղ։ Կամ փաստաթուղթ եք ստանում, կամ ինչ-որ բաներ եք պատվիրել, դա եք ստանում։ Հանկարծակի լուր կլսեք այդ օրը, նաև գումար կամ կծախսեք, կամ գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։
Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի շներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև խոչընդոտ, կամ չեք կարողանում տվյալ մարդուն ընկնել, հա, ոնց որ չեք կարողանում կապ հաստատել, կամ ինչ-որ բան է, հեռախոսազանգի միջոցով կարող եք իմանալ։ Սկսեք տատանվել այդ հարցի վերաբերյալ, թե ինչպես երևի այդ հարցին լուծում տալ։ Օրվա ընթացքում նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղամարդու հետ, կարող պետական աշխատող է, կարող ձեր ամուսինն է, քննարկում եք, բավականին նաև էմոցիոնալ կլինեք կամ իրեն հանդիպելուց կամ հանդիպումից հետո։ Բայց էմոցիաները այստեղ չեմ կարող արդեն ասել, լավն է թե վատ։ Միգուցե ինչ-որ բան է քննարկում, ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը ոմանց կարող են ամուսնության առաջարկ անել, դուք անեք, նաև հրավերք ունեք որոցե հարսանիքի, ոնց է նաև գործարք է, կամ աշխատանքային պայմանագիր եք կնքում, կամ ինչ-որ գործարք է, տանն եք երկարացնում, տան հետ է կապված, ինչ-որ բաներ են, դա որ նաև այդ օրը ինչ-որ աշխատանք անեք, որը ցիկլային աշխատանք է ձեզ համար, գուցե անընդհատ անում եք, անընդհատ դա եք անում, այդպես ինչ-որ մի բան է։ Եվ հեռախոսազանգ այդ օրը կունենաք, և իհարկե ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, միգուցե աշխատանքից ուշ եք տուն վերադառնում, միգուցե նաև փոխում եք աշխատանքը գիշերային աշխատանքով, որպեսզի ցերեկը ժամանակ ունենաք ինչ-որ բաներ անելու։ Նաև դա հարցազրույց է, որը պետք է գնաք նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։